Պարոն Սիմոնյան, վարչապետը այս ուղղակին հոդված է հրապարակել եւ կրկին խոսել է ճանապարհների ապաշրջափակման հայկական կողմի մոտեցումներից եւ Բաքվի դիրքորոշման որոշ դետալներից է նաեւ այնտեղ խոսել։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք կա էսկալացիայի վտանգ, որ վարչապետը շարունակ խոսում է Հայաստանի պատկերացումներից, այսինքն սա Բաքուն դարձնելու է արդյոք այս ապաշրջափակման թեման հնարավոր ագրեսիայի համար պատճառ եւ պարոն Սիմոնյան, նորից վարչապետի գրառումից հասկանալի է դառնում, որ Բաքուն ստեղծության այս առաջարկներին կողմ չէ, փոխադարձությունը ի վերջո խնդիր է այս պահին ըստ։ Նախ եկեք մի հատ զերծ մնանք այս փուլում առաջարկների կողմ դեմ լինելու հետ կապված գնահատականներ տալուն, որովհետև դա քննարկման process է, այսինքն քննարկումն է, չի որ կանգնել է, մենք առաջարկ ենք արել եւ դրանով ենթադրենք բացասական պատասխան է եկել եւ դրանով ավարտվել։ Քննարկման process-ը տենց 12 դեպք ա եղել եւ գնացել եկել է այդ փաստաթուղթը եւ մենք այսօր ունենք արդեն 15 առնվազն համաձայնեցված կետ, որը որ ես համարում եմ, որ շատ մեծ ձեռքբերում է, որովհետև եթե կհիշեք ամենասկզբից, երբ որ խոսակցությունը սկսվեց խաղաղության պայմանագրի մասին, ընդամենը 5 միջազգայինորեն ընդունված կետի մասին էր խոսքը գնում, այսօր 15, 3 անգամ ավելի շատ։ Կարծում եմ այդ մասով եկեք բան չանենք։ Առաջի հարցի հետ կապված էսկալացիայի վտանգ, տեսեք, էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ եւ պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ասել եմ, որևիցե տարածքային պահանջ չունի եւ իր հանձնարարած պարտավորությունների եւ համաձայնագրերի շատ ուժեղ հետևում է եւ հետևողական շարունակելու աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ եւ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ եւ պատճառ կարծում եմ չկա եւ պետք է չլինի։ Վարչապետը ասում է, որ այս հոդվածով փորձում է նման առիթներ ստեղծել գուցե Բաքվում այս ապաշրջափակման թեման։ Տեսեք, պարտավորությունների կատարման Հայաստանի հանձնարարություններն է անընդհատ ընդգծում։ Տեսեք, մենք միշտ պետք է ելնենք ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանչյուր բան կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենա։ Եվ որևիցե բան չբացառենք, վստահ չլինենք, որ ամեն ինչ սենց է լինելու, նենց է լինելու, պետք է միշտ աշխատանքային այդ process-ը շարունակվի։ Ես չեմ ուզում շատ մանրամասնել վարչապետի ասածը, որովհետև դուք իրեն հարց տալու, նաև մեր ընդդիմադիր գործիչները իրեն հարց տալու հնարավորություն նաև այս շաբաթ ընթացքում կունենան, էլ չեմ ասում, որ իրադարձությունները անենց արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս, չես կարող ասել։ Չգիտեմ, կարող է այս ապաշրջափակման ընդհանուր այս թեմայի շուրջ, որ մենք զրուցում ենք, կարող են շատ նորություններ տեղի ունենան եւ ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Մեր պատասխանը գնա Ադրբեջանի այս շաբաթվա ընթացքում խաղաղության պայմանագրի ինչ-որ ապաշրջափակման այդ գրավոր պատասխանը, որ վարչապետը ասում է, դեռ չկա։ Տեսեք, մենք մշտապես հələ ինչքան ժամանակ է մենք ասում ենք, որ Հայաստանի նույնիսկ որոշում կա կառավարության, որ մենք պատրաստ ենք անցակետեր տեղադրել եւ ճանապարհներ բացել։ Սա գործընթաց է, որը որ չի դադարում եւ դրա համար եմ ասում, որ կարող է շաբաթվա, կարող է վարչապետը գա պայմանական նոր հայտարարություն անի կամ այդ կետերի հետ կապված նոր մեկնաբանություն անի։ Հարց է, պարոն Սիմոնյան, վարչապետը ասում էր միակողմանի չպետք է լինի որևէ գործընթաց, այսինքն ինչ ընթացակարգեր։ Մինչև հիմա չի եղել։ Չէ, նկատի ունեմ կոնկրետ այս ապաշրջափակման հարցում ցանկացած համաձայնություն պետք է լինի փոխադարձության սկզբունքով։ Արդյոք սա է պատճառը, որ համաձայնությունը չկա, Բաքուն սրանն է դեմ։ Չէ, խոսում է միայն Հայաստանի պարտավորություններից։ Դուք գիտեք, նայեք, տեսեք, եկեք մենք հաճախ մեր լրագրողները այդ տարանջատումը չեն անում, հա։ Նույնիսկ այն անգամ վարչապետի հետ այդտեղ կանգնած ենք, դուք այդ հարցը տվեցիք։ Խաղաղության համաձայնագրի մեջ երկու այն կետերը, որոնց հետ կապված ապաշրջափակումը դա լրիվ առանձին խոսակցություն է, այդ խոսակցության հետ կապված ինչ մեկնաբանության կար արեցի, ավել բան չեմ կարող ասել։ Միակողմանիությանն ասել է վարչապետը հենց կոնկրետ ձեզ, այդտեղ կանգնած, ասեց, որ ոչ, մենք էլ ունենք Նախիջևանի տարածքով փոխադարձությամբ պետք է գործի։ Այո։ Սրանն են դիմանում։ Ոչ, դե հիմա մի հատ էլ հարց տա, հենց հարց բան անեմ, հերի կարաշով։ Ոչ, ասում եմ ոչ, չկա,
տեսեք, միշտ ինչ քննարկվում է, դա ինչ որ սկզբունք է, որը որ դրվում է, հա, որ ես կանգնում եմ ստեղ, դուք տեսախցիկները տեղադրում եք եւ ես հարց տալուց պատասխանում եմ ձեզ։ Այդ տրամաբանությունը որևիցե կետի շուրջ եւ որևիցե բանակցության մեջ չի փոխվել, որովհետեւ ոնց պայմանականորեն օրինակ Ադրբեջանը պետք է անցնի Հայաստանի տարածքով ինչ որ տեղով հայաստանյան բոլոր հատուկ, որպեսզի շահարկումներ չլինեն, հայաստանյան բոլոր իրավական պրոցեսները անցնելուց հետո եւ այլ, այնպես էլ Հայաստանը պետք է անցնի Ադրբեջանի տարածքով կարմիր գիծն է։ Սա ոչ միայն կարմիր գիծ է, սա այն տրամաբանությունն է, որը որ ի սկզբանե դրվել է եւ ես պնդում եմ իմ տպավորությամբ, համենայն դեպս ես որևիցե Պարագայում ականատես չեմ եղել միակողմանի պայմանագրի մասով եմ ասում, պայմանագրի, համաձայնեցված պայմանագրի, որտեղ ընդ սահմանադրության, տեսեք, չէ, ապա շրջափակման մասով էլ չեմ եղել, չէ, տեսեք, սահմանադրության մասով օրինակ իրանց կողմից պահանջը բանա, միակողմ մենք ուղղակի այս փուլում դրա մասին չենք խոսում, որովհետև գիտեք, չէ, որտեվ իրանց սահմանության մեջ էլ այդ պրոբլեման կա, որտեվ չենք ուզում հիմա տուպիկային իրավիճակ ստեղծենք եւ չենք ուզում դա բան անել, բայց երբ որ խոսքը գնում է պայմանագրի եւ անցման հետ կապված, ապա շրջափակման հետ կապված իհարկե երկկողմանի հայելային եւ երկու կողմերի համար թե իրավունքների թե պարտավորությունների առումով հավասար կարգ։ Շուտ բայց ազատության ռադիկալի արտադրություն Վերջերս Վարդան Ոսկանյանը մի հոդված էր գրել, որտեղ առաջարկում է իշխանություններին կանգնեցնել բանակցությունները խաղաղության փաստաթղթի շուրջ, քանի դեռ մեր գերիների հետ այդպես են վարվում եւ չեն վերադարձվել, ինչ կասեք այս մասով։ Որ ներողություն եմ խնդրում, բայց ես նախ չէի լսել, որ տենց բան է ասել, այսինքն որ կանգնեցնենք մեր գերիներին հետ են տալու, թե վախենալու են ասելու են հիմա Հայաստանը Եթե պարոն Օսկանյանը նման բան ասե, ես գնահատում եմ դա որպես սադրանք։ Ես գնահատում եմ դա որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն։ Մենք ունեցել ենք, տեսեք, գերիների մասին այդքան խոսում ենք, չէ՞։ Գերիների մասին այսքան աղմուկ է բարձրանում։ Դուք մոռանում եք, որ 150-ից ավել հաստատված գերի է եղել, եւ մենք այդ մարդկանց բանակցությունների եւ տարբեր դրվագների, տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։ Հետո վարչապետին մեղադրում էիք, ասում էր վարչապետը, թող մեր գերիները մեզ ներեն, բայց մի քիչ էլ թող սպասեն, մենք իրանց անպայման հետ կբերենք։ 150-ից ավել, Նարեկ խոսում եմ, նկատել ես։ Մի ընդհատի ինձ։ Մենք 4 տարվա ընթացքում 150-ից ավել գերի հետ ենք բերել, հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից 11-ը, 12-ը, եթե չեմ սխալվում, դա Ղարաբաղի նախկին ղեկավարներն են։ Ձեզ մեղադրում եմ, որ տեսանելի քայլեր չեն արվում։ Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ Բա որ մեղադրում եմ, ասում եմ, այդ 150 հոգուց 152, եթե չեմ սխալվում, ոնց դարավ 23։ Հələ ես ուրիշ բան ասեմ, այդ 23-ն էլ որ ասում ենք, այդ 11, 12 թե 13-ը նաև այն մարդկանց հաշվի առնելով, որոնք որ անցման կետում Ղարաբաղը լքելուց բռնեցին 44 օրյա պատերազմից հետո ընդդեռ մնացել էր մոտավորապես 10-11 հոգի, 152 հաստատված գերից։ Բա սա ինչի հրապարակային մեր ընդդիմախոսները որպես դրական բան չեն ասում։ Պարոն Սիմոնյան, բայց ավելի լայն երկուստեք պարտավորություն կար ստանձնած հումանիտար հարցերը լուծելու։ Հա, ինչ անենք։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով այնց պարտավորություններ կար ստանձնած, որոնցից որևիցե մեկը տեղի չունեցավ, բայց գերիների մասը մենք ինչ որ ձևով, ինչ որ տրամաբանությամբ լուծեցինք։ Ասեմ ավելին, հիմա որևիցե հանդիպում, որևիցե քննարկում, որևիցե միջազգային խոսակցություն, անկախ դրանից դա վերաբերվում է, չգիտեմ, բնապահպանությանը, արևի էներգիային, թե որևիցե լուրջ բանի, չկա, որ մեր ներկայացուցիչները, այդ թվում նաև ես, գերիների հարցը չենք բարձրացնում եւ այդ հարցով չենք զբաղվում։ Նույնիսկ իմ եւ իմ գործընկերոջ հանդիպումների ժամանակ Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավարի հետ այդ հարցը եղել է սեղանին եւ այդ հարցը եղել է առաջնային եւ ես մտավախություն ունեմ, որ հանդիպումները չշարունակելու պատճառներից, եթե ոչ հիմնականը, ապա մեկը եղել է այն, որ ես շատ եմ պնդել
եւ դա շարունակություն չկարողանալու պատճառով բան ա եղել, ասեմ ավելին, այդ բաները շարունակվելու են եւ այսօր ես գերիներից մեկի հարազատներից մեկի հետ նաեւ հանդիպում ունեմ, որը որ կարելի ասել արդեն պարբերական բնույթ է կրում։ Նենց որ խնդրում եմ ձեզ, եթե դուք ուզում եք որ գերիները վերադառնան, ես վստահ եմ որ դուք բոլորդ ուզում եք, եկեք այդ թեմային շատ ձեռք չտալ, որովհետեւ փորձը, որ մի վստահեք մեզ, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է եւ մեր համար առաջ է։